Ինչպես ասացի քիչ առաջ, հիմա մենք ուղղակի շրջայց ենք ունենալու ջերմուկում, շփվենք մարդկանց հետ, այսինքն հիմա մենք այդ ֆորմատն ենք ընտրել, օրվա մեջ տարբեր բնակավայրերում շրջայցեր, այնտեղ որտեղ պատեհություն կա ելույթ եւ օրվա վերջում մարզկենտրոնում կամ խոշոր քաղաքներից մեկում մարզի մեծ հանրահավաք։ Մի րոպե բարև ենք մարդկանց, բարև եղբայր, լավ եք, քարտեզ նախ երեխեքին խվածք և քարտեզներ, բուկլետ և մեր բուկլետը ձեզ։ Տուրիստ են։ Բարև ձեզ, ինչպես եք։ Բարև եղբայր։ Ես եմ շնորհակալ ձեզ և մեր բուկլետները ձեզ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Նմանապես։ Քարտեզ ձեզ, քարտեզ, բուկլետ, ձեզ բուկլետ։ Շնորհակալ եմ շատ, լավ եղեք։ Հա, իհարկե եղբայր։ Ստեղի տաքսիստների հետ մի երկու տարի առաջ իրանց մոտ խաղարա։ Ստեղ որ կանգնում են։ Կեներս է։ Բարև ձեզ, ինչպես եք։ Քարտեզ նվիրենք ձեզ և մեր բուկլետը։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ձեզ էլ նվիրենք մեր քարտեզից։ Բուկլետ նաև։ Բարև ձեզ, ինչպես եք։ Նվիրենք ձեզ քարտեզներից։ Դուք եք։ Ես այո։ Ես եմ շնորհակալ։ Մի քանի սենս և մեր բուկլետներից ձեզ։ Մեր բուկլետներից։ Ձեզ նվիրենք մեր քարտեզից։ Նաև շնորհակալություն։
Բարդ աստծո։ Մեր բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Բարև բաց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ դուք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Ո՞վ եք զբաղվում։ Աշխատում։ Որտեղ։ Ոնց ենք անցնում փողոց։ Դպրոց նոր է։ Հա։ Արդեն աշխատում, հա։ Չենք եկե բայց։ Քարտեզ, հա։ Ճիշտ է, նկարվեցինք այսօր, մոռացանք քարտեզի եւ բուկլետի։ Այո։ Այո։ Աշխատում է դպրոցը արդեն։ Չենք հասցրել գանք։ Հա, չէ։ Լավ է ստացվեց, սպորտ դահլիճ ունի։ Այո։ Բաց է դպրոցը։ Այսօր Կիրակի է, չէ։ Սա բաց է դա։ Մի հատ մտնենք նայենք։ Ուրա տիկին Ջուլակյանը։ Տենանք մեզ հոարկելված չի դպրոց մտնել։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Մեր քարտեզից նվիրենք ձեզ եւ բուկլետ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Բարև եղբայր։ Ինչպե՞ս եք։ Մեր բուկլետից եւ մեր քարտեզից։ Դա մասը դաշնա։ Բարև ձեզ։ Ձեզ չնվիրեցինք տիկին մեր քարտեզից։ Եթե դեմ չեք, ձեզ էլ նվիրենք։ Ինչպե՞ս եք։ Լավ են գործ։ Մեր պաշտոնակը մարդիկ կան իրոք է։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Մեր քարտեզը։ Չէ, շնորհակալ եմ։ Էլի քարտեզ տվեք, էլի տվեք։ Ձեզ չնվիրեցի, չէ։ Հիմա մեր պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանում զբոսաշրջիկների Նայո, որովհետև հյուրանոցներում տեղ չկա։ Գորիսում, բայց Գորիսում հյուրանոցների թիվը քիչ է, դա էլ պետք է արձանագրենք։ Հիմա օրինակ սրճարանում զգում եք դուք զբոսաշրջիկներին։ Հիմա այս տարվա հունվար, ապրիլը, նախորդ տարվա հունվար, ապրիլի Կարծում եմ, որ դա էլ խաղաղության արդյունքներն է, երբ որ մարդիկ նաև երբ որ լսում են խաղաղության մասին, իմիջիայլոց ես ձեզ մի ասեմ։ Մենք 2025 թվականին զբոսաշրջության ոլորտում ունեցանք ուրեմն մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը վստահ։ Այս բոլոր ամիսներին ունեցանք բացարձակ ռեկորդ տուրիստների եւ ինձ հետաքրքիր էր ասում է վերլուծեի, թե ինչն է պատճառը, որ տուրիստների ռեկորդ ենք ունեցել եւ ոնց վերլուծեի ուրիշ պատճառ չգտա։ Ուրեմն 2025 թվականի մարտի վերջին մենք զբոսաշրջիկը մի օրում որոշում չի կայացնում իրերը հավաքում գնում, այսինքն համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու փաստն իսկ արդեն իսկ աճեցրել է զբոսաշրջությունը։ Իմիջիայլոց այս տարվա հունվար
որ թվերը ռեկորդային շատանում են, արդեն դառնում է սովորական բան։ Ես չնվիրեցի քարտեզ։ Նաև ձեզ եւ բուկլետ։ Շնորհակալ ենք շատ, կներեք, որ ձեր աշխատանքային ժամանակից վերցրինք։ Բարև ձեզ։ Քարտեզ հաճույքով։ Նաև մեր բուկլետը։ Բարև ձեզ։ Քարտեզն Բարձր չենք կարող մոտենալ, չենք կարող։ Տիկին Ջուլ Հայկյանը։ Տիկին Ջուլ Հայկյան։ Փորձել ենք։ Տիկին Ջուլ Տենք թե չենք խախտի։ Լավ արդեն անց անգամ միջև իրավաբանները մեզ խորհրդատվություն տան։ Ժամեր կանցնի։ Ասում եմ միջև մեր իրավաբանները մեզ խորհուրդ տան, ժամեր կանցնի։ Ասում եմ եթե նորոգված դպրոց է, որտեղ դաշտ նորը կառուցել։ Այնտեղ փոքր մի խանութ կա։ ով Բարև ձեզ։ Բարև տեսանք։ Ինչպես եք։ Մեր քարտեզից նվիրեմ ձեզ, ձեր քարտեզից։ Մեր քարտեզից, ձեր քարտեզից։ Ձեր ինքը ձևավորել է ես անջատեցի։ Իսկ դուք անկանխի կարակտրի հետ վճարեք պետքունեք։ Գիտեք ինչ է որովհետև եթե օրինակ մի 4 ամիս առաջ ինձ հանդիպած թոշակառուներ մոտավորապես 40% ընդհանրապես չէր օգտվել անկանխի կարակտրի հետ վճարի։ Հիմա այսքանի օր Սյունիքի մարզում եւ հիմա առաջինը ձեզ հետ եմ այս թեմայով խոսում Վանաձորի մարզում, ում հետ շփվել են մեր սերունդի թոշակառուները, գրեթե համատեղ չեմ տեսել, որ անկանխիկի չի օգտվում եւ հետվճար չի ստանում։ Այս անկանխիկի հետվճարը գոնե մի 10,000-ը լինում Դետել հաշվարկի, որ մենք անում ենք այդ հաշվարկը եւ հայտարարում ենք, բայց ես զարված էի, մտածում եմ ասում եմ կարող է մենք հայտարարում ենք իրականության 10,000 չլինի եւ այլն, բայց հարցում եմ, իհարկե ամսից կախված, բայց միջինում 10,000 դրամ հետվճարը լինում է։
Իսկ կառուցության ապահովագրությունից օգտվելու Չէ, դա ընդհակառակ ավելի լավ կլինի չօգտվել, որովհետև այդ նշանակում առողջական խնդիր չունենա։ Այսինքն մենք չենք ուրախանում, որ մարդը օգտվում է այն տրամաբանությամբ, որ հիվանդանա, որ օգտվի։ Մենք ուրախանում ենք, որ չի օգտվում, բայց նաև ուրախանում ենք, որ եթե կարիքը ունենա մարդը շիվարած չմնա, ինչ անելու եւ մենք երբ որ 2018 թվականին դա շատ սկզբունքային հարց է 18 թվականին մենք խոստացանք որ դա նույնիսկ խոստում չէր դա մեր սրտի ցանկությունն է որ մարդը հիվանդանոցի դռներին պետքա չմնա եւ 18 թվականից իրականում առողջության ապահովագրության համակարգի ներդրումը շատ բարդ process է Հայաստանի Հանրապետությունում իջած 2 անգամ փորձ ա եղել ներդնել եւ 2 անգամ է ձախողվել եւ շատ երկրներում փորձեր են անում ձախողվում է մենք 2018 թվականին փուլ շատ դանդաղ մոտեցանք շատ մեծ լարվածությամբ որոշումը կայացնի որովհետեւ շատ անորոշություն եկան եւ հիմա ուրախությամբ եմ արձանագրում որ համակարգը աշխատում է եւ գնալով ավելի լավ աշխատում Եվ իմիջիայլոց չհավատակ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո այդ համակարգը չեղարկվելու։ Այդ համակարգը այլևս աշխատելու է։ Շնորհակալ եմ։ Շենքերի վերջը նման ջերմիկի չափ։ Էս կիսատը թե էս։ Չէ, կիսատը, այ կիսատը։ Գիտեք, ես այդ թեման շատ կարևոր թեմա է, որովհետև եւ մենք այս վերջերս կարգավորում ենք արել։ Հարևան չպարում ասել։ Նրանք որ շինթույլտվությունների ժամանակները անցնում են Երևանում կա Երևանում մյուս տեղեր այսինքն շինթույլտվության ժամանակը անցնում է չի ավարտվել իր գույքահարկով ունենք չէ տենց կարգավորը իր գույքահարկը գնալով բարձրանում է գույքահարկը մենք գնահատում ենք հենց ավարտի ժամանակ արդեն մեկ գործակցով դառնում է միանգամից արդեն որպես ավարտաշինություն այսինքն իր ծախսը ավելացնում են որպեսզի կամ սարքի օգտագործի եկամուտ ունենա կամ ստիպված լինի վաճառել նրան ով պատրաստ է շարունակել որովհետև կիսատ շենքերը հիմա իմիջիայլով ես ձեզ ասեմ հիմա ես անդադ այդ հարցը բարձրացնում եմ որովհետև հիմա բազմաթիվ մայրուղիներ մենք կառուցել ենք շատ լավ ճանապարհ է բայց ճանապարհին որ գնում ես մեկ էլ տենում ես որ կիսաբլած մի հատ շենք եւ այլն կիսակառույց շենք տպավորությունը երկրի նկատմամբ քաղաքի փոխվում է որ այո սկսվել է պետք է ավարտի եթե նա ով սկսել է չի ավարտում Մենք պետք է մենք մեխանիզմ մտածենք, որ ինքը օտարի ուրիշին ով պատրաստ ալերսի եւ շարունակի։ Եվ տեսեք դուք շահագրգռություններ չունեք, չգիտեմ, բիզնես եւ այլն, բայց ձեզ որպես քաղաքացի ձեզ էլ է դա հաշ։ Դուք ձեր քաղաքի մասին մտածում եք, որ ովքեր հնարավորություն ունեն։ Դե ես ծերացա բանը, թոշակարում ասեմ, ում մասին չգոստե։ Շուհագարությունը ճիշտ հարց եք բարձրացնում։ Ճիշտ ամեն մի ելույթ ես ասում եմ։ Նայում եմ Նորից ջերմուկի ճանապարհը հնարավոր է Գալադաշը վերացնել թե սարքել։ Որ Գալադաշը որ։ Հա, հինը։ Ինչ ճանապարհի մասին է։ Ես հին ճանապարհը ջերմուկին որ կառուցել են միջև։ Ճանապարհը չեն քննարկել։ Քննարկել են երևի մյուս տարի կամ այն նախորդ տարի որ իջանք այդ կիրճի միջով շատ սիրուն ճանապարհ է եւ այդ օրերին հիշում եմ այդ որ թիվնեց այդ օրերին կարծեմ CNN-ը բան էր արել Հայաստանը ներգրավել եւ ներառել էր այն երկրների ցանկում որտեղ հայկինգի եւ բանի մասին շատ նպաստավոր պայմաններ կար այդ հատվածը շատ մեծ պոտենցիալ ունի գեղատեսիլ վայր անում ենք այո Այսինքն դա մեր պլանների մեջ է։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր պլանների մեջ է, բայց ես հələ դեռ բան չէ, էլի։ Ուղղակի մեր մտքերի ընթացքի հետ կիսվում եմ ձեզ հետ։ Ես չգիտեի նախարարը ինձ ասել, որ ջերմուկից դեպի Մարտունի, հա, Գեղարքունիքի մարզ գնացող ճանապարհ։ Վարդենից գնացող ճանապարհ կա։ Մենք հիմա մտածում ենք նաև այդ ճանապարհը նորոգելու, այսինքն ըստ էության կառուցելու մասին։ Ինչ որ մի ժամանակ երկաթգիծ էին որոշել բերել։ Երկաթգիծը չգիտեմ, բայց այդտեղ ինչու՞ ման ներկայությունը։ Այս ճանապարհների այլընտրանքային ճանապարհների մասին մենք խոսում ենք։ Տեսեք, մենք խոսում ենք Ենոքավան Ջուջևան, Ենոքավան Աթամ։
եւ այլն, ասենք Հրազդան բջրի, Վեդի Մարտունի, այստեղ կարևորը գիտեք, նաեւ մոտիվացիան ուզում եմ նաեւ բարձր լինի։ Մեր ճանապարհները արդեն ծանրաբեռնված են եւ մենք պետք է մեր ճանապարհների կարողությունները ավելացնենք։ Ես խնդիր դրեցի, որ մեր ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարություն մենք մշակենք եւ այդ քննարկումների ընթացքում մենք որոշեցինք, որ գնանք փուլային տարբերակով։ Փուլային տարբերակը որն է, ամեն ուղղությունով, որտեղ այլընտրանքային զուգահեռ ճանապարհներ կան, մենք այդ ճանապարհներն էլ կառուցենք, ինչ որ մի հատ խոսք կգնա այդ կողմ, նաեւ այդ տարածքներում եւ զբոսաշրջության եւ տնտեսության համար կզարգանա, որովհետեւ տնտեսությունը զարգանում է այնտեղ, որտեղ ճանապարհներ կան։ Եվ հետո արդեն հիմա հյուսիս-հարավն է փառքաստի կառուցվում, եւ հետո բուն մայրուղիների կարողությունները կավելացնենք եւ մենք կստացվի, որ ճանապարհային շատ խիտ ցանց ունենք։ Իմիջիալոց ներդրումային միջավայրի առումով, գնահատման առումով շատ էական գործորա ճանապարհային ցանցի խտությունը։ Այն երկիրը ինչքան խիտ ճանապարհային ցանց ունի, այնքան համարվում է ներդրումների եւ տնտեսական գործունեության համար ավելի նպաստավոր։ Եվ ուզում եմ նաեւ հետեւյալը ասեմ ձեզ, տեսեք դուք ինչ թեմաներ բացեցիք, որ ոչ եմ օգնեցնում ձեզ։ Ինչ թեմաներ բացեցիք, որ ես անդրադառնում եմ։ Հայաստանը 2018 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ թե աշխարհի եւ թե ԵԱՏՄ-ի միջին տնտեսական աճից ավելի բարձր տնտեսական աճ ունեցել, ավելի բարձր քան կանխատեսվում։ Ես օրինակ որ մտածում եմ, որոնք են այդ գործոնները, որ մեզ օգնել են, որ մենք կանխատեսվածից միջազգային փորձագետներ եւ այլ կանխատեսում են անում, բայց մենք ավելի շատ ենք աճում, քան կանխատեսվել է։ Իմ համոզմունքներից մեկը նա է, որ մենք այսքան մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհների վրա, որովհետև ճանապարհը տնտեսության արյունատար համակարգն է։ Իսկ մարդը ոնց արյունատար համակարգը նորմալ աշխատում է, օրգանիզմը նորմալ գործում է։ Նույնն է ճանապարհն է, բայց էդ էլ պետք է ասեմ, որ այսքան կառուցում են 4500 կիլոմետր, համարը 5000 կիլոմետր ճանապարհ են կառուցել 2018, նորոգել, հիմնանորոգել, միջին նորոգել 2010 կառուցել 2018 թվականից, բայց հələ այնքան ճանապարհ կա, որ կառուցման անհրաժեշտություն ունի, բայց սա նաև լավ լուր է այն առումով, որ իշխանства մեր երկիրի տնտեսական զարգացման այնքան մեծ պոտենցիալ ունի, եւ մենք այդ պոտենցիալը պետք է բանանենք, օգտագործենք։ Մանավանդ այդ նշած ճանապարհները դեպի Գնդեվաց ճանապարհը, դեպի Վարդենիս ճանապարհը, հիմա Վեդից Մարտունի ճանապարհը, հա դեպի Սիսիան, Ապարան Հանքավան ճանապարհը, Գենոքավան Աթանը, իրանք տուրիստական այս հոսքերը, որտեղ 34% աճ է ունեցել туриզմը այս տարի նախորդ տարվա նկատմամբ, բայց այդ աճը պետք է զարգացնել, մարդը պետք է գա եւ հետաքրքրությունները իր եւ ինքը պետք է ուրիշներին խորհուրդ տա։ Դրա համար ինչքան շատ տեղեր լինի բնության, պատմամշակութային հուշարձանների, մեր եկեղեցիները ամենամեծ կարևոր գրավիտացիոն կենտրոնն են туриզմի համար, որովհետեւ մարդկանց համար դա շատ կարևոր է։ Եվ մենք այսօր եւ Սյունիքի մարզում քանի եկեղեցիները իրանց պատմամշակութային հուշարձանների պահպանությունը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մենք ասում ենք պետքա տուրիստի համար ուրիշ տեղեր լինի։ Հիմա երբ որ հետաքրքրում ենք, բարձում է Հայաստանում լիքը բերդեր ամրոցներ կա, որի մասին իսկի տեղյակ չենք։ Երեք ես պարզեցի ինձ համար, որ Շինուհայրում կամուրջ ակվեդուկ կա, եւ որի մասին ես չէի լսել։ Հիմա կամուրջներ ենք հայտնաբերում Վայոց ձորում, Չեսար Օրբելյանի ապարանքը Հորս գյուղում եւ այլն, որպեսզի բազմազանություն ունի туриզմի եւ մենք այս ալիքը վերցնենք, որ ամեն տարի 34%-ը շատ մեծ աճ է, հույս ունենալ, որ ամեն տարի 34% աճի իրատեսական չի, մենք այդ չենք կարող։ Բայց ամեն տարի միջինում 10-15% աճ ունենանք туриզմի եւ կարծում եմ դա շատ մեծ օգուտ կբերի մեր տնտեսությանը։ Կներեք ձեր ժամանակը շատ խլեցի։
Հաճույքով։ Ձեզ էլ իրոք մեր դուպլետից եւ մեր բակազից ձեր խարտից։ Tamam, after can Արդ ձեզ սիրելի ջերմություններ, ինչպես եք, ձեզ դուպլետներ ապրետել ինչ հարցեր ունեք մեզ։ Ենակ չաս եք չունի։ Որտեղ տենց հետաքրքիր չի։ Նկված կել։ Դու էլ եմ դիետայի վրա։ Շատ Դու էլ ես դիետա պահում, պեք ված կվերցնես։ Մի ոպ էդ ձեզ բուկլետ տավեն են վերցիցը։ Բայց նա էդ պարտ եք, նրատալ եմ։ Մի հատ ինչ ա, ստեղ խանութ հա։ Բարև ձեզ, ես բուկլետ տվել են տներեք, խարտես, եթե կողնեք ասկեն, շերլը։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ես արդեն իմ հարցի պատասխանը ստացա, որովհետև ուզում եի ասեի տուրիստների հոսք առևտուր եւ այլը ունեք, արդեն տեսա որ ունեք, դրա համար ձեր չխանգարել։ Շնորհակալություն ձեր գործերին հաջողություն։ Բոլորի ձեր գործերին։ Մտա խանութից մի հարցներ ասեի, օրինակ տուրիստների հոսքի առևտուր եւ այլն զգացվում է, երկու օտարիկա տուրիստները բան առևտուրին ասի ես իմ հարցի պատասխանը ստացա, ես գնացի։ Ձեր կատի ձեզ ասում։ Եվ ջուրը դեր։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Դուք ունեք մեր քարտեզը։ Քարտեզ ունեք մեր, քարտեզ ունեք։ Մեր կրթքանշան քարտեզից ունեք։ Չունեք ոնց։ Ուզեք բերեմ ձեզ համար։ Ուզում եմ։ Հետևում կրում։ Իսկ տանը երեխա կա, փոքր կա։ Հետևից կրում։ Բայց մի րոպե, մեկ երկու երրորդ հարց, որ առաջի պատերն է։ Առաջ պատը։ 67 բնակարան։ Իմիջայլը բակերը բնակավայրի ամենահետաքրքիր հատվածն է, որովհետև փողոցներով քայլելուց բակերը սովորաբար չեն երևում։ Իսկ բակերում իրական կյանքը բակերում է։ Եվ երեխաներն են բակերում։ Երեխաներ ո՞նց եք։ Այսօր Կիրակի է, դասի չէ, թթված եք։ Դուք ջերմուկից եք, թե եկել եք զբոսաշրջիկում։ Շատ հատ է։ Լավ է ջերմուկը։ Ջերմ եք ջերմուկը։ Երրորդ հարցը, չէ՞։ Այսօր մատպետ են խոսում, որ
այս տնտեսական աճերի արդյունքում պետք է նաև բնակфոնդը թարմացվի։ Այս խնդիրը ընդհանրապես ամբողջ հանրապետությունում կա, մենք խոսում ենք վթարային շենքերի մասին, բայց վթարային շենքերից դուրս մեր բնակфոնդը ծերացած է եւ բարեբախտաբար այսօր տարեկան մինչեւ 1 միլիոն քառակուսի մետր շինարարություն կա։ Բարև ձեզ կարելի է։ Ձեզ համեց եք իհարկե։ Բարև ձեզ բարև փաշիզը։ Ինչպես է։ Շնորհակալություն։ Տատիկը ուր է բան։ Բարև ձեզ համեց եք Բարդ ձեր ամուսնուց ենք, մենք քիչ ժամ նոր փողոցում քննարկում ենք։ Շատ կարևոր քննարկում ենք։ Մի հատ կոֆե խմենք, քնարես կոֆե դի։ Ժամանակ չկա։ Երկուքի առաջի մարդն է։ Այո, ուրախ եմ շատ։ Շատ Նստեք, էսում եք բախոսում։ իմ աղջիկը, Որտեղ եք դուք հիմա գտնվում։ Ֆրանսիա։ Ֆրանսիա ինչ կա Ֆրանսիա։ Այել է ծովաստեղը։ Կարող է շատ երեխեն հիվանդ է իրա թորը։ Յուրահատուկ ապրեք, ապրեք, մի կոֆե չեք խմի։ Ենք մարտիրոսիների ասած կարտոշկա գցեք մեջ։ Մարտիրոսի կոֆե խմես, չեմ խմում։ Կարտոշկա իրանց երկիրը կարտոշկի երկիր է։ Դու որտեղ ացեք։ Աբարան։ Դե առողջություն, առողջություն։ Մենք է շատ ենք սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Տելևիզորան հատկոն։ Ես այդ մարդը քեզ սիրում եմ, ես էլ իր հետ։ Ես էլ ձեզ եմ Ապրեք, ապրեք իմ լավ հայեր։ Լավ հայեր, ես մի քիչ սիբիրիաչկա եմ, բայց դե ամենալավ ազգը հայերն են։ շատ լավ։ Ապրեք, ապրեք, սպասիբա за всё։ Լավ մնացեք։ Ay, ամենալավը Հայաստանն է, ուրիշ ոչ մի բան։ Անսպասելի բարեկացում է կալու հաճվերքում։ Մեր բնակիչն ամուսերի չոքին և լավ է, տարբերի ամուսերի։ Նույնն է։ Ասված ով է չխմած։ Ո՞նց շատ կարողացա որ ես տեսակած մյուս տատի հետ պայմանավորվել եք։ Շապետի սպարը։ Թորնիկներից հետ լքավ։ Իրոք էլ մի հատ էս հարցը բարձրացնում եմ, որ հասկանա։ Բա հիմա ո՞նց կանչել տատիկին։ Լսեք ուրիշ տեղ ենք մտել։ Ուրիշ տեղ ենք մտել, թե չէ։ Ինչի որոշեցիք որ Այդ բացեցին իրանք դիմավորեցին։ դե որովհետև այն մարդը տուն բարձած է։ Հա? Շատ լավ։ Հետևեք նրա դարձունեի պարզի կոշան։
տատիկը չէ, նորից կգնա։ Հա, կբարձանա։ Վայ որդի, ո՞նց ես։ Ապրես։ Իրեն ենք ես ապրես։ Իսկ թվում է Նույն պապիկն է։ Տատիկի անունով գիտի։ Տատիկի անունով գիտի։ Տատիկ։ Բայց նույն պապիկն է ոնց որ։ Նույն պապիկն է։ Նկար վիդեո։ Չէ, նույն պապիկն է։ Հա, պապիկն է։ Այդ ինձ եք տեսել մորուքով։ Գևորգյան Գրետա Հակոբյան։ Հեսա վիդեոներով կնայենք։ Երեխեք ջան բարի։ Հարպես։ Նվիրել ենք հարպես։ Ոնց մշտալի։ Իրոք։ Նկարվի, ո՞վ նկարվի։ Տվեք երեխեք։ Տվեք։ Եկեք տվեք։ Բացի։ Խվածք է։ Հետո են դուս տատիկ են դուս պատուհանի մոտ են։ Ես ջարդ շատ լավ։ Այն չնվեցի։ Մի րոպե բուկլետ եմ տալիս։ Չնայած գիտեք, չէ, քարտեզի հետևից QR կոդ կա, կարելի է մտնել մեր կայք եւ այնտեղ նաեւ նախընտրական ծրագիր կա, բայց անում եք։ Գալ։ Հա։ Աշխատում եք դուք թե դրեք։ Ոնց է գործերը։ Այսքան որ խոսում ենք ՀԴՄ-ի մասին ոչ եք նայում։ Չէ, դուք տանց եք, չէ՞, Հա։ Բանը։ Ախպերս գիտնենք տեղից, հա։ Անջատել ենք։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Մի հատ դուսքան նշեն կարելի է։ Նաև բուկլետ, եթե բեմ չեք։ Այհարկե։ Ու գալիս։ Իսկ վարկ եք վերցրել, բա։ Չէ, պատկոս։ Ոյ, պապա։ 7 տարի սարքում ենք հանգիստ։ Այս տարի իր Բայց արդյունքը կա։ ասեմ ձեզ 7 տարի սարքելու համար էլ վարկ չի, առանց վարկի 7 տարում սարքել է ինչ-որ մի բանի մասին, իհարկե շատ 2022 թվականի իրադարձություններից շատ մերվեցինք, որովհետև ըստ էության մի պահ համարյա զրված չէ, ամբողջ բանը Մի տարի հետ ընկանք, բայց հիմա ոնց որ աբոն ենք անում, դե իհարկե նաև մնացած հարցերը մենք համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք եւ սահմանազատման գործընթացում ճշգրիտ սահմանները կարգավորվեն Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ սա երկկողմանի գործընթաց է եւ խաղաղության ինստիտուցիոնալացման հաջորդ հանգրվանը դա է, բայց իսկապես առաջին ազդակները երբ որ եկան, դա էլ հետաքրքիր երևույթ է, չէ՞, ոնց եղավ։ Իհարկե կառավարությունը հյուրանոցային համակարգի համար աջակցության ծրագրեր մենք արեցինք ահագին, ինչքան պատեհեր, ոնց որ թե մարդիկ դժգոհ չմնացին։ Ջերմուկում չեն օգտվել, բայց որ նորը հիմա լինիք օգտվել։ Չէ, 2022 թվականին Դե նոր բան չի եղել։ Այն ժամանակ աջակցության ծրագիր արի, չէ՞ որ մարդկանց վնասները չեն կարող 50 միլիոն դրամ արեցիք։ Ինչքան? 50 միլիոն գազի որ գնացել։ Ամեն մեկը։ Չէ, ընդհանուր, մի քանի առողջարաններ։ Հա, առողջարաններին, այդքան պարտք ունեն կուտակված կարճ ասած, որից եկամուտ չձևավորվել, բայց հետո հիմա հաճույքով ենք արձանագրում, որ ինչպես ճիշտ նշեցիք, ոնց որ վազանցեցինք այդ բաց թողնվածը եւ սա շատ կարեւոր է։ Ու մթնոլորտը քաղաքի ամենակարևորն է եւ էս էլ շատ կարևոր խորհրդանիշ է սա։ Շատ լավ, հաջորդ անգամ դուս ունենք բացած կլինի, մտնենք տեսնենք ոնց են։
Այսինքն հիմա Բաչապուրես մասին չկա։ նկատում բայց պահանջ չկա, նախատեսում եք։ Նախկինում եղել է, Նկատում են հիմա կա օրինակ, որ մանկապարտեզի երեխա չի լինի դրա։ հա, շատ լավ։ Դա շատ Ոսին են։ Ինչ հարց է մեր օրինակ։ 750 դրամ, ցան ներմուծված։ Մեր տեղական բնակիչները օգոստոսին տենդենսի։ Շատ լավ։ Պարոն վարչապետ, հաջողած եք այդ նկարվել։ Հա, իհարկե, քարտեզ նվիրել են ձեզ։ Հա։ Ինչ կա ոնց է։ Ձեր թոշակը բարձացել է։ Այո։ Ինչ կա։ Իսկ անկախի կարետրի ազատորեն 20 ապավաբություն օգնում է։ Արագ չէ։ Այն լավ է։ Ինչ լավ է։ Ես էլ եմ ասում, ասել մենք չենք ուրախանում, որ օգնում են։ Մենք ուրախանում ենք, որ չեն օգնում, որ եւ կարիք չեն ունենում, բայց եթե կարիքը լինի, իմացեք, որ ձեր պետությունը ձեր կողքը կանգնի։ Ես դրանում 100% վստահ եմ, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Արեք դուք եղբայր։ Նավիրեն հարցես։ Եվ դուք ոնց եք գործել մեր մտածիցը նոր խանութա կառուցում դուք դες չեք կառուցում կառուցեք շատ լավ հաջողություն վայ բանը Նավիրեն հարցից բարդ ինչպես է Նավիրեն դες կարդես հիմա դուք ջերմուկում եք ապրում, թեկեր եք Հայաստան։ Հայաստանի քաղաքացի եք։ Հայաստանից եք թոշակ ստանում։ Հիմա որ անկախի կարեկի բանին եք, թե չի։ Բա անկախի ինչի չեք անում, որ գումար հետ վճար ստանում։ Շատ շատ Նրանց երեք ես եմ երեխեք բայց ես հետո ճար բարի հարթես լավ եք երեխեք դու մանկապարտեզ կլինես որտեղ չես գնում բայց չէ ուզի կնայեք մանկապարտեզ չէ Որտե դնի պատմեն շանել մնացել։ Ես լավ է։ Այսինքն կարելի է Հայաստանի մեջ գնալ
ինչ որ առումով արտագնա աշխատանքի։ Երեք օրինակ ագարակում է մարդկանց հանդիպեցի, մասնավոր գործերը կան։ Կա գործ։ Հիմա ասենք քան գործ ունեք մի Երևի ավելի քիչ է, ավելի Երբ ջերալիտական տեսքան գնացորեն ավացար Բայց մեր շենքերը խոշպոտան տեսեք այսօր էտ ենք խոսում, որ արդեն ոնց որ պետք է միտումներ, որ ջերմուկում նաև բնակավար շենքությունի և այդ թացքն էլ որ գնա, հավանականություն շենքերը կփոխարինվեն նոր շենքերը Քարտեզ ունեք քարտեզ Բարև ձեզ, լավ է, ունեք քարտեզներ, ունեք ես քարտեզ, կուզեք բերեմ Կուզեք, դեպը հանեն դեպը դեն չեն Ես միրով տես գազում է Քան կկանչեք Անունն ինչ է Միլա ջան, ես էլ քեզ և քարտեզ Լավ եղեք, լավ օր ձեզ Բարև ձեզ Ինչպես եք Լավ դուք Մեր քարտեզից ձեր Բարև ձեզ Իմ կոլեկտիվը մի քանի հատ է ուզում, կարելի է Հա իհարկե, քանի հատ Այս բոլորը տվեք մեզ 1, 2, 3, 4, 5, 6, 7 Շատ շնորհակալություն Բուկլետ էլ տանք Իհարկե Բուկլետ երևի ավելի քիչ է Շնորհակալ եմ շատ Բարև ձեզ Բարև ձեզ Ուրախ եմ, շնորհակալ եմ շատ Շնորհակալ եմ Անունդ ինչ է? Վարերի Ապրես, բարևի ջան Բարև ձեզ Ինչպես եք? Քարտեզ նվիրել ենք ձեզ, թե նոր նվիրել? Նոր վերցեցի բուկլետ, բայց քարտեզ կվերցնեմ Ձեզ էլ Ձեզ չենք տեսել, չէ, չենք բարև ձեզ Քարտեզ նվիրենք ձեզ և բուկլետ Բարև ձեզ Քարտեզ և բուկլետ, ոնց եք? Լավ, դուք Նորմալ Ինչ հարցեր ունեք? լավ են Վայ, բարև եղբայր, լավ ես? Քարտեզ և թխվածք Լեոնարդ Մի րոպե հենց տեսնենք սրա մագնիս չէ, լավ աշխատում Ձեզ էլ քարտեզ և բուկլետ Բարև ձեզ Բարև ձեզ Քարտեզ, բարև ձեզ Եվ թխվածք Քարտեզ Վերցրեք և թխվածք Լավ եղեք Ձեզ էլ բուկլետ նայեք Լավ եղեք Լավ եք երեխեք Բարև եղբայր Ես Նարեկ Գրիգորյանն եմ, Ջերմուկ համայնքի ճարտարապետը, մի ճիշտն մի խնդիր եմ ուզում բարձրացնել բնակիչների կողմից։ Ուրեմն տեսեք, Ջերմուկ քաղաքի բազմաթիվ բնակիչներ ունեն հողատարածքներ, վկայական ունեն,
ու այս պահին որոշ գործողություններ են ուզում իրականացնել տվյալ հողատարածքեր, բայց չեն կարողանում, քանի որ կադաստրը կոնկրետ պնդում է, որ տվյալ հողատարածքները անտառային հողատարածքներ են։ Պարոն Թովմասյան, ահա, եկեք խոսել եք, թե ասեք նորից։ Նրան որոշ բնակիչներ ունեն վկայականներ, կադաստրի կողմից տրամադրված, բայց այս պայմանությամբ այսինքն կադաստրի կոմիտեի կողմից նշված է, որ տվյալ հողատարածքները անտառային հողատարածքներ են ու որոշ գործողություններ իրականացնել ու չեն կարողանում, որը մեծ խնդիր է առաջացնում ու ոչ մի իրավական կարգավորում թե կադաստրի կոմիտեն, թե շրջական նախարարություն չի առաջարկում։ Այսինքն սեփականության վկայական։ Ունեն հարկերը անտառային հողը սեփականացվել է։ Քարտեզի շերտը, քարտեզի շերտի խնդիր կարող է, պետք է ստուգենք, որովհետև եթե իրականում ինքը անտառային է եւ նախկինում վկայական տրված լինի, դա հնարավոր է որևէ խախտումով, բայց նաև կադաստրային քարտեզի սխալի հետևանքով է դարձել, որը մենք հիմա օրենքը ազգային ժողովում արդեն նոր օրենք ենք ընդունելու եւ մոտակա մի ամսվա մեջ քարտեզի ուղղման խնդիրը կարգավորենք արդեն այլ ընթացակարգով։ Խնդրենք ես վերցնեմ վկայականները քաղաքացուց առանց դեպքերով բոլորը զբաղվում։ Եթե թույլ տաք, հիշում եք Եղնիկում էլ նույն խնդիրը եղավ, երբ որ հիմնադրամը ուզում էր կառուցել, անտառի էլի տարածքի մեջ էր, բայց ծառ չկար։ Շատ դժվարություն։ Այդ միջգերատեսչական հանձնաժողովը մի տարի տևեց միջև որ լուծեցին։ Հատկապես կադաստրի պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերում մենք շատ մեծ չլուծված եւ խճճված խնդիրներ ունենք, սկսված նրանից, որ սահմանագծերը հողատարածքների ճիշտ չեն արտահայտում իրականությունը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք դա բավականին լուրջ խնդիր է, շատ մեծ թվով մարդկանց հետ առնչվող, պետք է հասկանանք ինչ լուծումներ են գտնում։ Վարշապետ, բայց մենք կուզենամ նաեւ նշել, որ մենք այս ուղղությամբ մեծ ծավալով աշխատանք արել ենք 2021 թվականին որոշում ենք ընդունել, որով մեծ սխալները, որոնք համայնքները 100 մետրից ավել սխալներով էր տեղադրված, այդ բոլորը կատարել ենք, շտկել ենք արդեն, եւ այս օրենքը, որը տանում ենք, դրա օրգանական շարունակությունն է, եւ հաջորդ փուլով անդրադարձ ենք կատարելու ավելի բարձրացված մեխանիզմների, հարևանների միջև սահմանագծերի ուղղման հետ կապված։ Իսկ շերտի հետ կապված խնդիրները դա արդեն միջգերատեսչական հանձնաժողով լուծվող խնդիրներ են, որի վերաբերյալ եւս վերջերս արդեն քաղաքաշինության կոմիտեի կողմից նոր նախագիծ էր առաջարկվել, որը ընդունվել է, բարձրացվել է որոշակի պատմություն։ Շատ լավ է։ Ուրեմն այս պայմանությամբ մենք նաև անտառային քարտեզներ չունենք, համայնքում չունենք անտառային քարտեզներ եւ երբ որ դիմում են կոնկրետ անտառային քարտեզներ, երեխեք ձեզ տվել են քարտեզ։ Ոչ մի կառույցի չեն տրամադրում, այս պայման իրավիճակը մեր համար ու նաև այս պայմանությամբ ունենք նաև ճանապարհներ, ոչ միայն քաղաքային ճանապարհներ բնականաբար, որոնք նաև այդ ճանապարհների հատվածներն էլ գտնվում են անտառային հողատարածքների վրա, շինարարություն արդեն որոշ փուլերում արտադրվում։ Բարև ձեզ երեխեք։ Նույն ընտանիքն է։ Այո, 4-3։ Դուք ստանում եք երրորդ եւ յուրաքանչյուր հայ-ջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցությունը։ Օգնում է դա ձեզ։ Թխվածք 50,000 դրամ, հա։ Այո։ Իր համար եք ստանում։ Իսկ միջև ինքը քանի տարեկան։ 7 ամս է։ Միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանում եք։ Այո։ Դուք աշխատում եք։ Շատ լավ։ Ով աշխատում ընտանիքում գա։ Մամուսինս։ Շատ լավ։ Այսինքն 50,000 դրամ ստանում եք նպաստ, մեկ էլ մյուսը Ամուսինս աշխատում։ չէ, միջև 2 տարեկան երեխայի նպաստ 29,000, Չէ, 31,000։ 31,000։ Հա, շատ լավ, ուրախ ենք, լավ եք։ Տեղափոխվենք, շատ լավ։ Շատ լավ, գնում ենք Հաջան, բարև եղբայր։ Քարտեզ կտակ։ Իհարկե, եղբայր։ Մի հատ էլ բուկլետ եւ քարտեզ։ Դուք աշխատում եք որտեղ։ Աձևում եք, խանութում եք, շատ լավ։ Հա, իհարկե, ո՞նց է գործել։ Դուխովան մարքեթի, բա ո՞նց է եղել չենք նկատել։ Շատ լավ է, դե դուխով։ Հաջողություն։ Շնորհակալ եմ, եկեք նկարենք։ Ո՞վ է նկարում երեխեք, բա։ Ես ինչ լավ հեռախոս ունես, այդ ինչ հեռախոս է։ Այդ ինչ հեռախոս, iPhone-ա։ Շատ ապրես։ Լավ եք սովորում երեխեք։ Քարտեզ տվել ենք, թխվածք տվել ենք։ Գնացինք մենք։
Գնացինք։ Բարև ձեզ, ձեզ տվել ենք քարտեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր բուկլետ։ Երեխեք ձեզ քարտեզ տվել ենք։ Ուզում եք քարտեզ։ Հա? Ուզում եք։ Էսա բարձացնենք։ Որ հարկն է, երկրորդ թե երրորդ։ Երրորդ հարկ։ Չէ, դուռը բացեք, պետք չի իջնել, դուռը բացեք ուղղակի։ Թխվածք էլ էլի թող բերի։ Երրորդն է թե երկրորդը։ Արի Լեո, արի, լավ մարզանք է։ Երեխաներ, բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ անունդ։ Մարիամ։ Ապրես Մարիամ ջան։ Ես քեզ քարտեզ։ Ձեր երրորդ բալիկին եք սպասում։ Երրորդ, չորրորդ։ Երրորդ, չորրորդ զույգ։ Երրորդ, չորրորդ, բա գիտեք որ այդ դեպքում երրորդ եւ չորրորդ բալիկի ծնվելու դեպքում երկու երեխայի համար էլ ամսական 50,000 դրամ նպաստ եք ստանալ, նպաստ աջակցություն, նպաստ բառը ես չեմ սիրում, իսկ դուք աշխատել եք հարցակուրս։ Եվ նաև երեխայի միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ճիշտ այս դեպքում չգիտեմ, երկու նպաստ եք ստանալու թե մեկ, բայց 31,000 դրամ, այսինքն զույգերը ծնվեն 131,000 դրամ պետության կողմից աջակցություն կլինի ձեզ։ Բարի ազատում։ Բայ մի րոպե, բուկլետ ձեզ նաև։ Բայ մի րոպե ձեզ էլ թխվածք տանք։ Հաշվի երեխեքին ենք տալիս սովորաբար, բայց հաշվի առնելով ձեր վիճակի առանձնահատկությունը։ Մի րոպե։ Այս քարտեզներից այստեղ մարդ ապրում, չեն ապրում։ Շատ լավ։ Հա Թորոսյանը հետներս էսա կհարցնենք։ Եթե ավտոբուսում լինի, եթերը չընդհատենք, մինչև այդ հարցի շուրջ 2 բառ խոսենք Թորոսյանի հետ։ Թորոսյանը ուր է մոտակայքում, հա։ Ձեզ բարևել ենք, թե չէ։ Բարև ձեզ։ Քարտեզ քեզ էլ։ Բարև։ Բուկլետ, մեր բուկլետներից նաև ձեզ։ Էլ չենք բարևել։ Ձեզ չենք բարևել։ Մի հատ նկարվենք։ Բարև եղբայր։ Լավ ես։ Ես ունեմ, բան բաշ։ Ունեք։ Ձեզ բարևել ենք, թե չէ։ Հաջա։ Ասեք եղբայր։ Դուք որ ինձի բնականon եք նվիրել։ Ես ուզում եմ ձեզ սուրճ։ Ոնց են բնական նվիրել։ Պետությունը։ Ինչ որ ծրագրով։ Որպես պատերազմի մասնակից։ Շատ լավ։ Խնդրեմ կգա։ Որտեղ է։ 300 մետր ենք։ Եղբայր, բայց գրաֆիկ ունենք, է, ձախապնյակում է։ Ոչ մի Ստեղը։ Աչափում։ Ես ինվորական տղա եմ։ Հիմա էլ եք ծառայում։ Ճիշտ այդպես։ Դե բարի ծառայություն ձեզ։ Որ խնդրեմ, կգա։ 300 մետր որտեղ 300 մետր։ Գնացինք։ Եթե կարելի է, ասեմ։ Գնացինք։ Պարոն Թորոսյան, ուրեմն նոր որ բարձացա բնակարան, բանը տիկինը հղի էր, զույգ երեխա էր սպասում, եւ այս դեպքում երրորդ եւ չորրորդ երեխաներն են ծնվում,
եւ ես ճիշտ ասացի, չէ, որ եւ երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում 50,000 երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ստա, բայց մի հատ հարց ծագեց։ Հիմա միջև 2 տարեկան երեխայի խնամքը զույգի դեպքում մի երեխայի հա 2 նայում եմ պատուհանից թե չէ։ Որտեւ ես այդ մասը չգիտեի։ Չեն նայում։ Համենայն դեպս եթերով եթե հետևում է, այդ պահը ուրեմն 2 երեխա 50-50 պլյուս 31-31, այսինքն 161,000 դրամ մենակ այս ծրագրերով աջակցություն կստան։ Տարեկանը կախված նախնում աշխատել, չի աշխատել, Չէ, չէր աշխատում, այդ բարձեցին։ Հա, որտեվ անտրամաբանական կլներ, որտեվ երեխայի խնամքինը մենակ բոքսի համար այո հետևացնելու համար հետևացնելը նույնն էլ բանը միանավակ ծննդյանը երբ որ տարբեր էր, միշտ հաշվում էր ավելի բանով բարենպաստ քաղաքացի համար։ Շատ լավ։ Տեսեք, բանը այդքան քննարկում ենք տարբեր աշխատանքային ֆորմատներով եւ այլն, բայց հետո հիշողությունից գնում է, թե որը ոնց է, բայց երբ որ իրական դեպքի հետ առնչվում ես, Մենք էլ ենք խճճվում, մենք շատ է երբեմն ծրագրերը, չէ։ Նաև ունիֆիկացնենք, որ քաղաքացիների համար է մի պարզ այդ մեկ որպես ծրագրերը բարձրացնելը շատ կարևոր բան է։ Եվ երկրորդն էլ որ բան լինի, ինքը հասարակական բարձրացնել։ Բարև ենք մարդկանց նոր գնանք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Մեր քարտեզից նվիրենք, ձեր քարտեզից եւ մեր բուկլետից հաջողություն ձեր գործերին։ Գալիս եմ։ Գալիս եմ։ Հա, զինվորականա, ասմատուն եք նվիրել։ Հա։ Իդեպ այն մյուս ծրագիրը որ բանան անում է։ Մատ կարող մոտնես գինի կա, գինի վերցնենք էլի մի հատ։ Վայ կարայինք, ստես չֆայմեցի առնենք։ Մի հատ վերցնենք էլի գինի։ Բարև եղբայր, բարի ծառայություն։ Էս ինչ է, պարոն Արսենյան, այսքան գնացել եկել ենք, լուրջ չենք ունեցել, էս ինչ է, այդ ջրվես չի, էս հետաքրքիր բան է, պարոն Արսենյան, էս ինչ է, այսքան գնացել եկել ենք, փաստորեն ոչ միայն Մեղրիում և Երևանում, էդ էի ուզում ասել, ես խիչ եք սուբվենցիա անում, Ես էլ մի քանի օր առաջ բանում էի, նոր նորքում էի, այնտեղ է նոր կասկադում էի։ Լավն է, ստեղ բարի կարգվի։ Սա վարձակալություն է, դրա համար չեն տանում, ավականի որոշ։ Ստեղ նստարանները դրվեն, մաքրվի, ստեղ գաց նստես, դեմքով դեպի ջուրը, չէ։ Ջրանց կա ոնց։ Սարի ջուրն է։ Շատ սիրուն բան է։ Իսկ ջերմուկում երրորդ մաս կա։ Չէ։ Որտե՞ղ Մեղրիում երրորդ մաս էլ կար կասկադել։ Շատ Մեծ բանը, չէ, Մոնթեն լուսավորեց, տարավ ջերմուկի երրորդ մասը ցույց տվեց, բայց բանի կասկադը, Մեղրի կասկադը արդեն սուբվենցիայով սարքել էինք։ Մյուս տարի կբացվի։ Ահա։ Պայմանավորվեցինք մյուս տարի։ Որ հարկա եղբայր։ Էս էսա։ Մատ տիկնոջը բարևենք։ Մեր ավտոբուսը տագնա պահանջեցնում արդեն։ Ջղայնացել է մեր ավտոբուսը, ուշանում ենք։ Ձեզ մեր բուկլետից լավ եք։ Շնորհակալություն, հա, լավ եք, լավ։ Ուրախ եմ շատ։ Գինի վերցրենք։ Ահա։ Ոտքներս բարի լինի։ Էս հլա շինարարության ընթացքի մեջ եք։
Ես ձեզ ասեմ, այս բնակարանը դուք եք նվիրել ինձ։ Այսինքն կառավարությունը։ Գոհ եք թե դժգոհ եք։ Ես որ այն որ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեմ, արդեն գոհ եմ, ճիշտ եմ ասում։ Ինձ ամեն ինչ տվել է։ Լավ։ Ես 2000 ամուսնացած եք, ընտանիք ունեք։ Ոչ մի կերպ։ Դե արդեն ժամանակն է։ Հիմա ես եթե թույլ տամ։ Ինչ կոչում ունեք։ Ես 4 պոստի պատասխանատու եմ։ Սպա եք։ Ճիշտ այդպես։ Ինչ կոչում ունեք։ Ավագ լեյտենանտ։ Բայց գիտեք ինչ կա, ներողություն եմ խնդրում։ Ես այն ամեն ինչից գոհ շնորհակալ եմ, որ դուք խաղաղություն եք բերում, որտեղ պատերազմը լավ բան չի։ Սենց որ անկեղծ խոսում եմ ոչինչ, չէ՞։ Իհարկե, իհարկե։ Որտեղ դուք իմ գերագույն գլխավոր հրամանատարն եք, ես մի քիչ կարող է անել կա։ Շատ լավ։ Ինձ ճիշտ հասկացա։ Էսի դուք եք տվել ինձ։ Ուրախ եմ։ Տերնել եմ դեա։ Ուրախ եմ, ուրախ եմ։ Ատեստավորվել եք։ Ոչ մի կերպ։ Ինչի եղբայր բա։ Պարոն վարչապետ, տեսեք, ատեստավորման համար լավ, շատ նենց զինվորական տեսքի մեջ է, զգացվում է, որ ամրակազմ, զինվորական, հենց ես միշտ եմ ասում, իհարկե ես զինվորականի դեպք ուրիշ է, բայց ամբողջությամբ կեցվածքով, տեսքով ինչի չեք ատեստավորվել բաց, ինչ որ այլ խոչընդոտ կա։ Ոչ մի կերպ։ Դե բա ատեստավորվեք, աշխատավարձը կրկնապատկեք, տունը ավելի լավ կնորոգեք։ Դու արդեն նորոգված տվել եք ինձ, որի համար որ։ Դե բայց ավելի լավ, կահույք կառնեք նոր եւ այլն։ Էսի առած, էսի ձեր տված փողով առած։ Անշի որ ես եմ մի սեփական կրպանով առել, ինչ ճիշտ է դա։ Դուք գիտեք ինչ կա, երբ որ 2022 թվին ես Ջերմուկում պատերազմից անցա, ինձի դուք արա տենակ էլի։ Ինձի տվին 120,000 դրամ, բայց իմ բարեկամները իմ ամբողջ Գերմանաստան ապրում է Եվրոպայում, Գերմանիայի քաղաքում։ Երբ որ 120,000 դրամը տվին, դուք եք տվել։ Բնակարան էլ տվիք։ Ես գնացել, բուժվել եմ, եկել եմ։ Այսինքն ես հիմա զինվորական ծառայության պիտանելիության հետ կապված խնդիրներ չունեմ։ Ոչ մի կերպ։ Դե ես առաջարկում եմ հետեւյալը, քանի որ մեր ավտոբուսն էլ անդադ ես առաջարկում եմ, որ դուք կամավոր ատեստավորում անցնեք, ձեր աշխատավարձը վարձատրությունը կրկնապատկեք եւ ձեր հետագա կյանքը խաղաղության պայմաններում դասավորեք։ Եթե թույլ տաք, ես թույլ եք տալի մի բան ասեմ։ Պարոն, խնդրում եմ ուղղակի հնարավորինս կարճ որ ուշանում։ Okay, հասկան, alles klar, գերմաներեն ասեմ, հա։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ես Միքայել Արամի Խաչատյանն եմ։ Ուրախ եմ եղել։ Իմ հերս էլ է 2016 թվին զոհվել է։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու ես ուզում եմ խաղաղություն, որտեղ պատերազմը լավ բան չի։ Երբ որ դու ֆիզիկապես լինում ես պատերազմի մեջ, ես քու ցավը տանեմ, հակառակ պատկեր չկա։ Շատ լավ, բայց նաև մեր խնդիրն է, որ մեր բանակը հնարավորինս ամենաբարձր մակարդակի պաշտպանունակություն ունենա, որպեսզի նաև մեր երկիրը, մեր պետությունը հնարավոր ագրեսիայի համար գայթակղիչ չլինի։ Եվ հույս ունեմ դուք իմիջիայլոց տեսնում եք, նկատելի է ծառայողների համար բանակի բարեփոխումները, սպառազինության եթե թույլ տակ, մի հատ գախնի բաներ ցույց չտաս։ Ես այդ իրավունքում եմ։ Չէ, եթերա է, թե չեմ իմանում։ Էսի ես եմ։ Որ ճանապարհը բացվել է 3 շարժոր եկել եմ, հասել եմ ստե 38 Հələ մի հատ էս նկար 3 մեղրիում, որ ասում էր ձուն նստածա ճանապարհները չեն բացում։ Հələ մի հատ նայեք ճանապարհը ոնց է բացում։ Երեք մեղրիում մի զինվորական, այսինքն իմիջայլոց հետո պարզվեց, որ ինքը արդեն վաղուց զորացրված է, ասում էր ճանապարհները ձուն նստած չեն բացում։ Հələ տեսեք ոնց է ակնհայտորեն տրակտոր։ Շատ լավ, այդքան բան չանենք։ Ակնհայտորեն բանի տեխնիկայի բացած ճանապարհ է, էլի, ես էլ նրա մասին ճանապարհները բացում են, թե չեն բացում։ Շատ լավ։ Չէ։ Ոնց տուն ենք մտել դատարկ ձեռով ոչ չեն մտնելու, է։ Վարչապետ, բայց ես ինչու ասի։ Չէ, մեզ ներողություն եմ խնդրում։ Թող գնանք արդեն։ Թող գնանք։ Ներողություն եմ խնդրում։ Թույլ եք տալի մի հատ բան ասեմ։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Պատվով ծառայես, պատվով։ Մի բան եմ խնդրում ձեզանից։ Այդ խաղաղությունը բերեք։ Եկել է, բերած է, հիմա պետքա տեր կանգնել խաղաղության։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ։
Գնացինք ուրախ ավտոբուսը ջղայնացել արդեն գնանք հասնենք։ Երեխեք ձեզ չենք տվեք հարտես, բարև երեխեք ջան։ Լավ եք։ Մեր երեխեքը մեկը մյուսից սիրուն են, մեկը մյուսից սիրուն։ Վերջ, որոշում ենք, էլ չենք շեղվում, ուղիղ ավտոբուս և գնում ենք, դե հիմա ոնց չշեղվես, սենց ոնց կլնի։ Բարև ձեզ, ճիշտ եմ, չի հասկանում, որ իրոք ծառայում եք բանակում։ Բարև ձեզ։ Լավ եք։ Որտեղ եք ծառայում, ինչ ծառայության մեջ եք։ Ուրախ եմ շատ։ Լավ եղեք, բարի ծառայություն։ Գնացինք եղբայր, լավ եղեք։ Այսպիսին էր Ջերմուկի աջ ապնյա թաղամասում մեր քարոզարշավը անակնկալներով լի, լավ եղեք։